Ողջույն, սիրելի հայրենակիցներ, այսօր ես հարցազրույցի եմ հրավիրել հարգարժան Մենուա Սողոմոնյանին, միջազգայնագետ Հայաքվե միավորման անդամ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, եւ շնորհակալ եմ հարցազրույցից հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, Տիկնիկյան, շնորհակալ եմ հրավիրելու համար, սիրով լսում եմ ձեզ։ Պարոն Սողոմոնյան, ընտրությունների ընթացքում քարոզարշավի այդ տրամաբանության մեջ, երբ քաղաքական ուժերը սուր այսպես հայտարարություններ էին հնչեցնում մեկ-մեկու հանդեպ, աշխարհում էլ ընդունված, հասկանալի է ինչ որտեղ, թեպետ մեզ մոտ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա եւս բոլորովին այլ բնույթ կրեց, բայց առավել քան զարմանալի եւ զարմացնող է այն, որ նա նույն տրամաբանությամբ, նույն շեշտադրումներով բռնել, ջարդել, սատկացնել, ներողություն եմ խնդրում բառերը իրենն են, այդ նույն ոճով նա շարունակում է ընտրություններից հետո այն դեպքում, երբ որ ինքը իրեն հայտարարել է հաղթող, հա, հաղթող կողմ, հաղթող վարչապետ։ Ամեն առավոտ մենք նորից նոր խուզարկությունների մասին ենք լսում, նոր կալանավորումների մասին, եւ երբ որ նայում ենք, կալանավորվում են հայրենասեր մարդիկ, նրանք ովքեր այս պահին բանտերում են, նրանք հայրենասեր այն մարդիկ են, ում համար թանկ է Արցախը, ում համար թանկ է Հայաստանը որպես պետություն, պետականություն եւ հայ ժողովուրդը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ է կատարվում։ Ի վերջո, մենք պետք է հստակ արձանագրենք, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը եւ այս ծրագիրը, ինչ ծրագիր է նա իրականացնում, ինչեւ ուր է շարունակվելու։ Ձեզ համար հասկանալի է ինչու է նա հետընտրական այս փուլում, որպես հաղթող իրեն հռչակած անձը շարունակում է կալանավորումները։ Խնդրեմ։ Այո, միանգամայն հասկանալի է ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը պարզապես ամայացնում է քաղաքական դաշտը, որպեսզի քաղաքականությամբ ոչ ոք չզբաղվի, որպեսզի քաղաքականությամբ զբաղվի միայն ինքը։ Մեկ մարդու թատրոն է ուզում դարձնել քաղաքական դաշտը։ Այդ ամբողջը, որովհետև անում է այնպես, որ մենք չունենանք քաղաքականություն։ Քաղաքականությունը այնպիսի բան է, որը նշանակում է, ենթադրում է մասնակցայնություն, շատ սուբյեկտների մասնակցություն, ենթադրում է քաղաքական մրցակցություն, գաղափարներ, արժեքներ, խոսք, փաստարկ, հենց բառը ինչպիսին որ ծագել է, այս բառը առաջացել է, ծագել է, այդպիսին է եղել, այդ բառը նկարագրել է այդպիսի իրականություն։ Հա, ես ուզում եմ այդպես հիշեցնել, ես վերջերս մի քիչ շատ եմ այդ մասին խոսում, բայց անհրաժեշտ է խոսել, որ այդ բառը, որ ծագել է այդպես, նկարագրել է այն ժամանակ հին հունական պոլիսներում, քաղաքներում տեղի ունեցողը։ Եվ դրա համար էլ կոչվում է քաղաքականություն կամ պոլիտիկա։ Ի տարբերություն, օրինակ, հին արևելյան բռնապետական հասարակություններում այդպիսի բան չի եղել։ Մի մարդ է եղել, եւ այդ մի մարդը ամեն ինչ որոշել է։ Բոլորը այդ մի մարդու ծառաներն են եղել, այսպես ասենք, հա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դուք ասում եք ինչի է այդ նույնը անում, նա ոչնչացնում է, հիմա փորձում է ոչնչացնել ընդդիմությունը, հա, որպեսզի ընդդիմություն չլինի, կամ լինի իրեն հարմար ընդդիմություն, իր գրպանին, իր հարմար, իրեն հարմարավետ հարցեր տվող ընդդիմություն։ Եվ ունենում ենք այն, ինչ ունենում ենք, քաղաքական ամայի դաշտ, որպեսզի լինի այնտեղ քաղաքականությամբ զբաղվի մեկ մարդ եւ այդ մեկ մարդը ինքը լինի։ Այս է իր այն ամբողջը, ինչ որ տեղի ունեն։ Պարոն Սողոմոնյան, բայց երբ մենք նայում ենք, թե ովքեր են, ես նորից հարցիս այդ կարևոր հատվածն է դա, հա, ովքեր են կալանավորվում։ Սա ամենակարևոր պահն է հայրենասեր մարդկանց, իդեպ ուզում եմ հիշեցնել, վստահ եմ դուք գիտեք եւ նաեւ մեր ունկնդիրներին, որ 2 ամսով կալանավորվեց գնդապետ Էդիկ Մալոյանը։ Մարտական խաչ առաջին աստիճանի հերոս է Մալոյանը եւ մի գրառում էր արել Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքորդի անդամ Նարեկ Կարապետյանը հիշեցնելով, թե ով է Մալոյանը, նա նշել էր օրինակ, որ Ռոբերտ Աբաջյանի եւ Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, ով չի հանդուրժել ադրբեջանցի հրամանատարի բադ վերաբերմունքը հայ զինվորի հանդեպ եւ ուղղակի ծեծել էր ադրբեջանցուն։ Այսինքն հայրենասեր հայ մարդու հետ գործ ունենք։ Եվ այսպես շարունակ, հա, Ավետիք Չալաբյանը կալանավորված է, Արմեն Աշոտյանը կալանավորված է, այսօր Երվանդ Բոզոյանենց տուն են մտել, խոզարկել են, գիտեք, շարքը
այսպես անընդհատ շարունակվում է։ Մարդկանց անուններ, տնային կալանքում երկար ժամանակ պահվում է Սամվել Կարապետյանը։ Այսինքն մենք այստեղ կարող է մենք շատ կարևոր բաց թողում ենք անում, գուցե միայն ասելով, որ քաղաքական դաշտը ուզում է ուղղակի իր համար բռնապետ է, ինչ որ բան ուզում է այսպես ամայացնի, որ բոլորը իրեն ենթարկվեն, բայց այդ դեպքում ինչու են թիրախավորված հայրենասերները։ Հա ինքը կարող է տարբեր քաղաքական այլախոհների անել, բայց ինչու է ընտրում եւ բանտ է նետում հայրենասեր մարդկանց։ Մենք պետք է դա հասկանանք, կնշանակի նա ինչ որ զարուրելի հերթական մի նոր ծրագիր է պատրաստում մեր դեմ, դրա համար այդ տեսակի հայ մարդկանց է կալանավորում, որ կարողանա, ինչպես ասացի, կամայացնել դաշտը եւ իր ուզած ծրագիր իրականացնել, հա։ Բնականաբար, ինչի մասին է խոսքը։ Բա հայրենասեր մարդիկ են, չէ՞, որ Խանգարում են իրեն։ այո, խանգարում են այդ ամեն ինչին։ Հայրենասեր մարդիկ են, որոնց համար հայրենիքը առհասարակ արժեք ունի, սիմվոլներն արժեք ունեն, ավանդույթները արժեք ունեն, տարածքը, սահմանը, պատմությունը, հիշողությունը, ինքնությունը արժեք ունեն եւ այդ մարդիկ այն ինչ որ ինքը հիմա անում է, ընդդիմանում են։ Բացի նրանից, որ մեծ տարածքներ են ազիջել, նա նաև այսօր մեր հարևան երկրների հայ ժողովրդի գոյությունը չցանկացող երկրների հետ հարաբերություններում նա նաև զիջումների է գնում ինքնության բնագավառում, չէ՞։ Այսինքն մեր հարևաններն ուզում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լինեն մարդիկ, ովքեր որ կտրված լինեն իրենց անցյալից, պատմությունից, իրենց համար կարևոր չլինի իրենց հայ լինելու հանգամանքը, նշանակություն չունենա իրենց պատմությունը, անցյալը, տեսակը, արվեստը, մշակույթը, այն ինչ որ եկեղեցին, բարոյականությունը, էթիկան, այն ինչը որ այդ ամեն ինչի հանրագումարը տալիս է հայի տեսակը, հա, եւ չունենանք մենք ազգային պետություն, չէ՞։ Սա են ուզում։ Այսինքն լինի զուտ տարածք լինի, որը որ ռուսերեն ասած պրախադնոյ դվոր սարքելը շատ ավելի հեշտ կլինի։ Իրենք շատ ավելի հեշտ ու հանգիստ կկարողանան զավթել։ Իսկ բոլոր այս մարդիկ իրենք հենց պայքարում են այդ արժեքի համար, իրենք պայքարում են, որ ազգային պետություն լինի, որ Հայաստանի Հանրապետությունը միայն բան չլինի, միայն ուղղակի սովորական պետություն չլինի, տարածք չլինի, այլ իսկապես ազգային պետություն լինի, որ այստեղ ապրող մարդու համար կարևոր լինի հենց այստեղ ապրել, ինքը դրա մեջ իմաստ տեսնի։ Ոչ թե լինի այն, որ ասել է այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ կաց, հա, այդ իմաստով սա գուցե հաց աշխատելու համար ամենալավ վայրը չէ, գուցե հաց դրսում էլ շատ ավելի լավ կարելի է վաստակել, բայց մարդը պետք է իմաստ դնի իր կյանքի մեջ ու այդ իմաստը կապի այս հայրենիքի։ Հիմա այս ձեր նշած մարդիկ, հայրենասեր մարդիկ, անում են բաներ, որոնք որ իր այդ հրեշավոր ծրագրին դեմ է, մեր ինքնության ինժեներիայի այդ ծրագրին դեմ է։ Նույն Ավետիք Չալաբյանը, հայաքվեի համակարգողը, ինքը իհարկե վերջի տարիներին է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալում, բայց բավական երկար ժամանակ ինքը գործունեություն է ծավալել նաև հայրենադարձման ուղղությամբ, օրինակ, մեր Ռեպատ Արմենիա հիմնադրամն է հիմնադրել իր համախոհ ընկերների հետ եւ շատ մեծ ծավալի գործունեություն է իրականացրել։ Գործունեություն է նաև իրականացրել շատ մեծ ծավալի ռազմական արդյունաբերության բնագավառում, որը որ ենթադրում է, որ մենք ռազմական տեսանկյունից հնարավորինս ինքնաբավ լինենք։ Էդիկ Մալոյանը, որի մասին դուք նշեցիք, այդ սպան, որ պաշտպանել է հայի արժանապատվությունը, հայի հավաքական արժանապատվությունը, որովհետև պատերազմից հետո այդ պարտված վիճակը մեզ հոգեբանորեն շատ էր նեղում, չէ՞։ Եվ սա շատ կարևոր էր, որ ինքը պաշտպանել է մեր արժանապատվությունը այդ
սպաներին, հա, ովքեր որ ծեծել էին մեր զինվորներին, նրանց դիմադրելով։ Ինչի մասին է խոսքը։ Մենք գործ ունենք մարդու հետ, ով դրսում տերեր ունի, եւ այդ տերերը ասում են մենք երաշխավորենք քո իշխանությունը Հայաստանում, եթե դու կատարես այս քայլերը, եթե դու այնպես անես, որ քո պետությունը դադարի լինելուց ազգային պետություն։ Եվ ինքը այդ ամեն ինչը անում է։ Եվ այդ ամեն ինչը անելու ճանապարհին խանգարում ենք մենք, խանգարում են միտք գեներացնող մարդիկ, ձեր նշած Արմեն Աշոտյանը, բոլոր այն մարդիկ, մեր բարձրաստիճան հոգևորականները։ Այո, այո։ Պարոն Սողոմոնյան, ես այս պահին հիշեցի, տեսեք, ընտրություններից հետո էր Փաշինյանը քննադատում է ընդդիմադիրներին, հա, իր ձևակերպումները եռագլուխ, չգիտեմ, պատերազմաբեր եւ այլն, քննադատում է այն բանի համար, որ այդ քաղաքական ուժերը եւ ուժերի անդամները, ասենք, Արցախը իրենց հոգում կրում են, Մասիսարն են կրում իրենց հոգում, այսինքն շատ կարևորում են մեր եկեղեցին, մեր արժեքները, այն ինչ դուք թվեցիք եւ ասուլիսում իր, ես չգիտեմ, դուք ուշադիր եղել եք այդ հայտարարության, ինքը այսպես սարսափած ասում էր, այսինքն դա նշանակում է 500 հազարից ավելի մարդ կա Հայաստանում, որոնք այդ ամեն ինչը իրենց մեջ ունեն եւ դա պատերազմաբեր է։ Եվ մենք, եւ հիմա երբ ես լսում էի, հասկացա, որ ինքը կատարում է եւ կատարելու է, եւ հիմա էլ էս ձերբակալություններով կատարում է ուղղակիորեն Ալիևի պատվերը, որ բանտերը լցրու այն մարդկանց, որոնց մտքում, ուղեղում, սրտում կա Արցախ, Մասիսար, հայոց ցեղասպանության փաստի ճանաչման, դատապարտման, փոխհատուցման գիտակցում։ Այդ մարդը այդ պահին հունից դուրս եկած խոսում էր ջախջախելու, սատկացնելու մասին։ Երեկվա ասուլիսում նա նորից նույն միտքը ասաց եւ այս անգամ հետեւյալ շեշտադրմամբ. ժողովուրդը ասում է, ինձ մանդատ է տվել եւ ես պետք է գնամ մաֆիայի հետևից։ Հիմա եկեք հասկանանք, գիտեք, շատ վտանգավոր, երևի այստեղ դուք նաեւ կասեք, սա բռնապետերին բնորոշ երևույթ է, հա, օտարի շահերը սպասարկող բռնապետին, երբ որ ասում է դու ինձ մանդատ ես տվել, ժողովուրդ, ես գնում եմ քո պատվերը կատարելու, իսկ այդ պատվերը հետևյալն է, Ռոբերտ Քոչարյանը պիտի լինի բանտում եւ թվում է մյուսների անունները։ Այդ ժողովրդի անունից խոսելու պահին կուզեմ արձագանքեք։ Մենք լուրջ վտանգի առաջ ենք։ Հիմա ինքը ամեն ինչ կարող է անել, ասելով, որ ժողովուրդը ինձ մանդատ է տվել։ Բոլոր սրիկայությունները, այսպիսի թևավոր խոսք կա, որ բոլոր սրիկայությունները սովորաբար կատարվում են ժողովրդի անունից։ Փաստորեն, այո։ Ինչ է, ժողովուրդը ոնց կարող է քեզ մանդատ տալ, որ դու քո վրա վերցնես դատարանի ֆունկցիան։ Թե Քոչարյանը կնստի, թե Պողոսը կնստի, թե ով կնստի, դա որոշում է դատարանը։ Դա որոշում է դատաիրավական համակարգը։ Եթե դու որոշում ես որպես վարչապետ, թե ով պետք է նստի, ով պետք է չնստի, նշանակում է, որ դու բացահայտ խոստովանում ես, որ բռնազավթել ես ամբողջ պետական իշխանությունը, ուզուրպացրել ես։ Դու ուզուրպացրել ես դատական համակարգի իրավասությունները։ Եվ սա միակ դեպքը չէ, որ մենք հասկանում ենք, որ ինքը իսկապես ուզուրպացրել է դատական իշխանությունը։ Եվ սա իր հերթական հայտարարություններից մեկն էր, որը շատ հանգիստ կարելի է ընդունել հաղորդում հանցագործության մասին, եւ բազմաթիվ են իհարկե, բազմաթիվ են այդ հաղորդումները, բազմաթիվ են այդ դեպքերը, որոնք որ նրա հայտարարությունները, որոնք որ հանցագործության տարեր են պարունակում։ Հայաքվեն պատրաստում էր, չէ՞, այդպիսի փաթեթ եք դուք պատրաստել ժամանակին ներկայացրեցիք նաև դատախազություն։ Մենք մի քանի անգամ տարբեր դրվագներով նրա կողմից իրականացված քայլերի, հայտարարությունների առնչությամբ, այո, հաղորդում տվել ենք, որ ակնհայտ տարեր են պարունակել, բայց քանի որ ցավոք սրտի դատաիրավական համակարգը ուզուրպացված է, ընթացք չեն ստացել այդ բոլոր գործընթացները, ինչը չի նշանակում, որ մի օր ընթացք չեն ստանալու։ Մի օր այդ ամեն ինչը ընթացք ստանալու է։
Բայց Պարոն Սողոմոնյան, հա, ահա, ասեք, ը, լսում եմ։ ոնց եք դուք նայում հետևյալին, միջազգային դատարան, ասենք, նման գործերը պետք է հասնեն, թե ոչ, եւ ակնկալիքներ պետք է ունենալ, թե ոչ։ Միջազգային դատարան որ գործերը։ Ա, Երկրում ընդդիմությունը ունի խնդիր իշխանության քրեական, հա, այսպես հանցագործությունները Նկատի ունենք բացահայտում է թե ոչ քաղաքական կարող։ հետապնդումները, քաղաքական Այո, այո, այո։ հետապնդումներով, դե բնականաբար, այո, եթե մարդուն դատապարտում են հստակ քաղաքական մոտիվացիայով, մարդուն ինչ որ ասենք կալանավորում են, հետո ազատազրկում են, վճիռ է ինչ որ կայացվում, համապատասխան ինստանցիաներ անցնելուց հետո առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ եւ այլն եւ այլն, երբ որ բոլոր ատյանները սպառվում են, բնականաբար կա նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնավորապես, որ Ըհը, զբաղվում է այդ հարցերով եւ պետք է այո նաև այդտեղ տեղափոխվի։ Այստեղ ամբողջ ողբերգությունը կայանում է պարզապես նրանում, որ երբ որ գնում են դատական հայցերը մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ հաղթում են այդ հայցերը, հետո պետության հաշվին է փոխհատուցվում այդ մարդիկ։ Օրինակ մարդը անմեղ է եւ անիմաստ տեղը տարիներ են անցկացրել բանտում եւ դա փոխհատուցվում է։ Դա չի փոխհատուցվում կոնկրետ այդ վճիռը կայացրած դատավորի կամ այդ միջնորդությունը ներկայացրած դատախազի, հա, պետությունն է դառնում այլ պատասխան։ էլի քաղաքացիների հաշվին Ըհը, է դա ինչը տեղի ունեն։ Դրա համար այսպիսի պետության ու հասարակության ժողովրդի հանդեպ այսպիսի թքածական վերաբերմունք ունեցող իշխանություններ են մեր իշխանությունները, այսքան։ Պարոն Սողոմոնյան, տեսեք, մենք ուզում եմ հասկանալ, մենք ինչու չկարողացանք նախընտրական այդ ամբողջ քարոզարշավի ընթացքում ավելի նույնիսկ հերվից գամ 5 տարի շարունակ մեր ժողովրդին հասցնել, թե ովքեր են այս մարդիկ, ինչ վտանգ է մեր գլխին կանգնած, չէ՞ կարծում, որ մենք չկարողացանք ընդդիմադիր հատվածը, հա, այդ ազգային հատվածը չկարողացավ մեր ժողովրդին այդ վտանգները, խորքային վտանգները, լրջագույն վտանգները հասցնել եւ ընտրություններում ունեցանք այս պատկերը, այսինքն պետք է որ երկիրը բազմաթիվ պարտությունների տարած մարդը 49% էլ չստանար, բայց ստացավ ու հիմա զբաղված է ձայներ գողանալով, որպեսզի ապահովի իր սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում։ Դուք տեսնում եք դրանում ընդդիմադիր, այդ ընդդիմադիր բառը ես մի քիչ արդեն չեմ սիրում, որովհետև մենք իրական ընդդիմություն, իշխանություն իրավիճակի հետ գործ չունենք։ Մենք գործ ունենք ազգային ուժեր եւ ապազգային։ Հիմա այդ ազգային ուժերին կարող ենք ասել չհաջողվեց եւ ինչու չհաջողվեց սեփական ժողովրդին հասու դարձնել ՔՊ-ի վտանգավոր քայլերը եւ նրա քաղաքականությունը եւ նրան ընտրություններով հնարավոր լիներ դուրս մղել։ Եկեք այդ հարցին նայենք 2021 թվականի ընտրությունների հետ համեմատության մեջ։ Մենք ավելի շատ ունենք ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիներ, թե ավելի քիչ։ Մենք տեսնում ենք, որ էապես ավելի շատ ունենք։ Այսօր Այն շատ է, այո։ այն տերորը, որ իրականացվում էր իշխանությունների կողմից, վախի մթնոլորտ ստեղծելով, 10,000 դրամ թոշակի տեսքով ընտրակաշառք բաժանելով, մարդկանց ուղակի ահաբեկելով, եթե Քոչարյանն ես, քեզ կզցնելու եմ, եթե, չգիտեմ, կալուգացի օլիգարխն ես, քեզ, այսինքն այսպիսի խոսույթով, այսքան քաղբանտարկյալներով, այսքան ձերբակալություններով, այսքան ահաբեկումներով, որ եթե ես չընտրվեմ, ուրեմն Պատերազմ։ մեկաբեր պատերազմ է լինելու եւ այլն։ Այսպիսի այս պայմաններում իշխանությունը ցույց է տվել գրեթե նույն արդյունքը, ինչ որ նախորդ ընտրությունների ժամանակ։ Վարչական ռեսուրսը ամենախայտառակ ձևով կիրառելով հանդերձ։ Իսկ ինչքան է աճել ընդդիմադիր ընտրողների թիվը, էապես է աճել, շատ է աճել։ Նշանակում է, որ այս առումով, այո, որ հաջողությունները եղել են։ Բավական է եղել այդ հաջողությունները, չէ, բավական չեղավ։ Բայց միևնույն ժամանակ նորից եկեք տեսնենք, որ այս ընտրությունները ամենախայտառակ ընտրություններն էին։ Ամենախայտառակ ընտրություններն էին։
Մենք միշտ սովոր ենք եղել այդպես այդ ընտրությունների խայտառակության մասին խոսել քվյատուբ գողանալու կամ լցոնելու իմաստով։ Հիմա այդ տեխնոլոգիաներին ուրիշ տեխնոլոգիաներ են փոխարինել։ Հիմա տեխնոլոգիաներին փոխարինել է այս նախընտրական շրջանում տեղի ունեցող այդ ամեն ինչը, որ մենք տեսանք։ Վարչական ռեսուրսի խայտառակ գործադրումը։ Եվ ի վերջո բոլոր նրանք, ովքեր որ քվեարկեցին այդ իշխանությունների, այս իշխանությունների օգտին, բոլորը չէ որ համոզված իշխանամետ մարդիկ էին։ Մի ստվար զանգված կազմել են նաև մարդիկ, ովքեր որ բոլոր իշխանություններին, բոլոր ժամանակներում իրենք ուղղակի ընտրում են այդ իշխանություններին։ Իրենք ընդհանրապես իշխանամետ մարդիկ են։ Ես կլինեմ իշխանություն, դուք կլինեք իշխանություն, ով կլինի իշխանություն, իրենք միշտ իշխանությանն են ընտրում։ Բայց դրանից բացի էլ անճշտությունների այն թիվը, որ եղել է այս ընտրությունների ժամանակ, տասնյակ հազարների է հասել։ Եվ դա եւս դա այդքանը հաշվի առնելով եւս այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Դրան գումարած 3 տեղամասերում Բարգավաճ Հայաստանի ձայների առ ոչինչ համարելը, որը շատ էական պատկեր փոխեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տեղի ունեցած այդ հանցավոր արարքը, որ 3000 մարդու ընտրությունը համարվեց առ ոչինչ եւ վերաքվեարկություն չնշանակվեց ու դրա արդյունքում Բարգավաճ Հայաստանը, որ պետք է ստանար 4 կամ 5 մանդատ, զրկվեց դրանից եւ քաղաքացիական պայմանագիրը վաղը իհարկե սահմանադրական դատարանի որոշումը կլինի եւ վերջնական կխոսենք, բայց այն ինչ որ տանում է դեպի այդ հանգրվանին, ԿՊ-ն փաստորեն ստանում է 3/5-րդը նորից պատգամավորական մանդատների, այսինքն ստանում է հնարավորություն միայնակ որոշելու ով է լինելու դատախազ, ովքեր են լինելու սահմանադրական դատարանի անդամներ եւ այլն։ Եվ սահմանադրություն փոխելու այնինչ իրենք ուզում են, չէ՞, հանրաքվեներ Նաև դրա մեջ, այո, սահմանադրական օրենքներ փոփոխություն անելով, նաև այդ ինչ որ դուք ասացիք, այո, սահմանադրությունը դնելու իրենց Ալիևյան սահմանադրությունը դնելու հանրաքվեի։ Հիմա համաձայն եմ այո, որ կարելի է ընդդիմությանը մեղադրել եւ պետք է նաև մեղադրել ընդդիմությանը, բայց դուք պետք է հաշվի առնենք մենք բոլորս, որ մենք գործում ենք օկուպացիոն ռեժիմի պայմաններում։ Օկուպացիոն ռեժիմ, Հայաստանի շահերը չներկայացնող ռեժիմ, Անկարայի եւ Բաքվի շահերը ներկայացնող ռեժիմ, որը նաև բռնազավթել է պետական իշխանությունը, պետական համակարգը իրեն է ծառայեցնում։ Եվ ով արդարացնում է իր այս ձերբակալությունները, կալանավորումները եւ պատրաստում է շարունակել, դեպ երեք ասում էր Փաշինյանը, ասում էր մենք շատ ավելի չենք կարողացել անել ժողովրդի ուզածը, որտեղ սահմանադրության կետեր կան, որոնք խանգարում են մեզ, այսինքն մենք եւ բաց տեքստով ասած, որ դրանցից կազատվեն, օրենքներ, որոշումներ կկայացնեն նոր եւ հնարավորություն տա կընձեռի բոլորին գլցնել բանտերը։ Այսինքն սահմանադրությունը, եթե ասում է, որ դու պետք է օրինակ անմեղության կանխավարկած լինի, գուցե պետք է այդ անմեղության կանխավարկածի մասին դրույթը հանվի։ Սահմանադրությունը ասում է, որ մարդու ազատազրկելու որոշումը պետք է օրինակ դատարանը որոշի, այդ դրույթն էլ կարելի է հանել, որ ում ուզեն գցեն բանտ։ Այդպես են ասում, բայց միևնույն ասենք ով իրենց հետ համագործակցում է, ինքը քրեա օլիգարխ չէ, դա իրենց սրտի բիզնեսմենն է պարզապես։ Ով իրենց հետ չի համագործակցում, նրա բիզնեսները կարելի է չորացնել, հարկայինը սկսի աշխատել նրա բիզնեսների ուղղությամբ եւ այլն։ Դա ինչ ենք տեսնում մենք ավտորիտարիզմից քայլ հստակ դեպի բռնապետություն բացարձակ։ Պարոն Սողոմոնյան, դուք երեք մի շատ հետաքրքիր եւ շատ կարեւորում եմ ես այդ գրառումը, որ դուք կատարել էիք, ուզում եմ հիմա մեջ բերել։ Քաղաքական բանտարկյալների ազատության համար պայքարը չպետք է հարցնի, թե որ քաղաքական ուժից ես դու, որ կուսակցությանն ես աջակցում, որ գործիչին ես սիրում կամ չես սիրում։ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այդ մարդիկ, ունիվերսալ արժեք է։ Գիտեք, շատ կարևորում եմ հետևյալ տեսանկյունից։
չեք կարծում, որ հօգուտ քաղբանտարկյալների ակցիաները, բողոքի ակցիաները, պայքարը, հա, այդ ազգային ուժերի կողմից անհրաժեշտ անհրաժեշտ հզորությամբ չի լինում։ Գուցե հիմա ինձ մարդիկ կասեն, չեն կարող, չեն համաձայնի իմ հետ, բայց ես կարծում եմ, որ շատ ավելի հզոր պետք է լինի այդ պայքարը։ Ճնշումը շատ ավելի հզոր պետք է լինի, ավելի քան երբեմն, ոչ թե երբեմն, այլ ակնհայտ է, պարզ է հետևյալը, ամեն քաղաքական ուժ գնում է իր անդամ քաղբանտարկյալի պաշտպանության հետևից։ Այստեղ չեք տեսնում լրջագույն վտանգ եւ պառակտում։ Հենց դա եւս չի խոսում ընդդիմադիր դաշտի կամ ազգային այդ ուժերի պառակտվածության մասին։ Եվ ի վերջո հնարավոր չէ դա վերացնել։ Այդ ձեր այս հայտարարությունը ես հենց այդ կարևոր ընթացքի մեջ տեսա, որ քաղբանտարկյալների ազատության համար պայքարը չպետք է հարցնի, որ քաղաքական ուժից ես։ Ես կխնդրեմ արձագանքեք սրան։ Ճիշտ եք, ճիշտ հարց եք բարձրացնում, դրա համար էլ մեր երեկվա արածը հենց այդ համախմբման խորհրդանշանը ուներ իր մեջ։ Մենք այս պահի դրությամբ, որ կամ կալանավայրում են, կամ տնային կալանքի տակ են, այդպես քաղբանտարկյալների մի մեծ խմբի նկարներ էինք փակցրել մի մեծ պաստառի վրա։ Անկամ մեր համագիրները, մեր անդամներից մարդիկ կային, որ օրինակ ասում էին, այս ինչին ինչի է դրել, ենթադրենք, հա, ես անուններ հիմա չեմ ուզում տալ։ Բայց այո, այդ մարդիկ բոլորը, գուցե նրանցից ոմանց գաղափարները մեզ դուր չգան, գուցե նրանցից ոմանց գաղափարները մենք նույնիսկ կործանարար համարենք, հա, տեսականորեն, կամ իրենց անցած էտապներում իրենց գործունեությունը բացասական գնահատական տանք իրենց այդ գործունեությանը։ Իսկապես պետք է այս հարցում կոնսենսուս ունենալ, համախմբվել եւ երեկվա մեր այդ ակցիան հենց դրա այդ իմաստով էր եւ այդ ակցիային մասնակցեցին մարդիկ, ովքեր ում քաղաքական ուժերը նաեւ ունեն քաղբանտարկյալներ, Մայր Հայաստանն էլ էր, Մայր Հայաստանն էր, հանրապետական կուսակցություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին, Հայաստան դաշինքից մարդիկ կային այնտեղ նաև դաշինքի ներկայացուցիչներ, հա, մարդիկ կային այնտեղ եւ դա շատ կարեւոր է, ողջունելի է։ Դժվար բան է իհարկե, դժվար բան է, որովհետեւ ամեն քայլափոխի դու տարբեր հանդիմանությունների ես հանդիպում։ Երեք ես օրինակ նաև գնացի Արմեն Աշոտյանի կալանքի դատին, այնտեղ ներկա եղա եւ դրանով նաև ցույց տվեցի հենց այդ լոյալ վերաբերմունքը։ Եվ այո, դու կարող ես ինչ-որ մեկին ընդունել, ինչ-որ մեկին չընդունել, ինչ-որ մեկին սիրել, ինչ-որ մեկին չսիրել, բայց եթե դու հանձնառու քաղաքացի ես, կարևոր ես համարում, որ բոլորը իրենց քաղաքացիական դիրքորոշումը արտահայտեն խոսքի ազատության հարցում, ապա դու չպետք է այս դեպքում խտրականություն դնես, մեկը լինի քո սրտինը, մյուսը չլինի քո սրտին։ Եվ ի վերջո ես անհրաժեշտ եմ համարում եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր մեծ միասնական պլատֆորմի ձևավորումը եւ այդ պլատֆորմի ձևավորման կարևոր առանցքներից մեկն էլ կարող է եւ պետք է լինի հենց քաղբանտարկյալների ազատության համար պայքարը, քաղբանտարկյալների իրավունքների համար պայքարը եւ նրանց բանտարկման հանգամանքը, նրանց սահմանափակման հանգամանքը դատապարտելը։ Եթե մենք համախմբվենք այդ հարցի շուրջ, դա կտա իր էֆեկտը։ Ոչ ոքի համար անհասկանալի չենք լինի, բոլորի համար հասկանալի կլինենք։ Նաև դրսում մենք հիմա շատ ծանր վիճակում ենք գտնվում այդ առումով, որովհետև ցավոք սրտի այս իշխանությունները մեր երկրի արտաքին քաղաքականությունը տարել են նրան այն կետին են հասցրել, որ մեզ օգտագործում են տարբեր տեղերից եւ արևմտյան մեր գործընկեր երկրների ներկայացուցիչները, տեսեք, ես այդ բառերը շեշտ ընտրում եմ, գործընկեր երկրների ներկայացուցիչները այսօր պարզապես զուտ իրենց սեփական շահերով առաջնորդվելով
իրենց թույլ են տալիս օգտագործել մեզ, օգտագործել մեր երկիրը ու այս ակնհայտ աղաղակող դեպքերը մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների վերաբերյալ նրանց այսպես կողքով է անցնում։ Բայց եթե մեր աղմուկը շատ ավելի մեծ լինի, շատ ավելի բարձր լինի եւ շատ ավելի միասնական մենք գործենք, նրանք չեն կարող չլսել մեր ձայնը։ Հիմա մենք Հանրապետության հրապարակում Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի կապակցությամբ այդ ակցիան իրականացրեցինք, բողոքի ակցիան իրականացրեցինք, մեդիաները այնտեղ էին, այդպես ոչինչ չենք ասի, որ սակավամարտ ակցիա էր, բայց եթե օրինակ ասենք այդ ակցիան լիներ շատ բազմամարդ, ապա այդ մասին օրինակ եվրոպական մեդիաներում էլ կսկսեին գրել, եվրոպական հասարակության քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ ազդակներ կստանային եւ ոչ միայն այդ միջոցով, միայն ակցիանի նկատի չունեմ, այլ բազմաթիվ ինստիտուցիոնալ գործիքներ կան, որ եւ օրինակ ասենք խորհրդարանի անդամները, падգամավորները կարող են այդ մասին խոսել իրենց գործընկերների հետ, ընդդիմադիր տարբեր եվրոպական երկրների հետ։ Եվ եթե համախումբ ենք լինում, օրինակ ասենք Սփյուռքյան կառույցներն էլ կարող են դրական արձագանքել այդ փաստին ու իրենց ռեսուրսները ներդնել այդ ուղղությամբ։ Այնպես որ այո, շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների թեման լինի կոնսենսուսային եւ բոլորը համագործակցեն այդ հարցում։ Իդեպ, որ դուք ասացիք կոալիցիա, հետընտրական կոալիցիայի ստեղծման մասին հայտարարել էր Սամվել Կարապետյանը, գործընթաց կա այդ ուղղությամբ եւ հենց այդ կոալիցիայի կարծում եմ կարևոր քայլերից մեկն էլ, այո, ինչպես դուք ասացիք ձեր խոսքում եւ եթե չեմ սխալվում, նաեւ Սամվել Կարապետյանն էր շեշտել, միասին նաեւ քաղբանտարկյալների այդ հարցը բարձրաձայնել, տարբեր հարցերի շուրջ համագործակցել, այդ թվում նաեւ այդ ինչ ընթացք կա, պարոն Սողոմոնյան, եթե կարելի է բացել փակագծերը, որքանով կարելի է բացեք, եթե ոչ, Չէ, փակագծեր բացելու խնդիր չկա, ընտրությունները ֆորմալ առումով դեռ չեն ավարտվել, վաղը կավարտվեն, երբ որ կլինի սահմանադրական դատարանի որոշման մեկ սպասում, դիրքորոշումը, այսինքն։ եւ նույն ուժեղ Հայաստանի դիրքորոշումն էլ հենց դա է, որ քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, զբաղվում ենք ընտրություններով, այսինքն դրանից հետո, այսինքն այս պայծրության որևէ հստակ պարզ տեղեկություն դեռևս չկա։ Ես դեռ չեմ ուզում մեր ժամանակը, թանկ ժամանակը ծախսենք նրա վրա, թե ինչ կկանխատեսեք, ինչ կլինի, ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, թողնենք այդ վաղը կիմանանք, որից հետո կարող ենք վերլուծել, որովհետև չեմ ուզում, որ ձեզ զբաղեցնեմ այդ կանխատեսումներով, վաղ հստակ կտեսնենք ինչ է լինելու։ Ես ավելի շատ կուզեմ հիմա խոսել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված, այո, դուք բողոքի ակցիա եք իրականացրել եւ ձեր ձայնը ցավոք կարծես թե չհասավ, որովհետև ամեն ինչ արել էր իշխանությունը ոստիկանական պատով, որ ձեզ հնարավորինս հեռու պահի կառավարության, հա, շենքից, բայց մենք ինչ լսեցինք, հա, Եվրոպ չինովնիկից, որ հույսերը դնեք, ձեր հույսը Հայաստան դրեք մեր վրա, մենք ձեզ կօգնենք Ռուսաստանի հետ կապված այս պատժամիջոցներից ձեզ կփրկենք, կօգնենք, գումար նաև էլի որոշակի գումար 18 միլիոն եվրոյով Հայաստանին օգնելու հայտարարություն արեց։ Ես ուզում եմ հետևյալ հարցը տալ, այս քաղաքականությունը իշա Հայաստանի է, Հայաստանին օգնելու մասին հնչող այս հայտարարությունները, թե Հայաստանին Ռուսաստանից պոկելու ամբողջ խաղն է գնում։ Այսինքն ուզում եմ հասկանալ, սա ինչ է կատարվում։ Ի վերջո մեր գյուղացիներն էլ էլի պետք է, մեր բնակիչները, մեր ժողովուրդն էլ պետք է հասկանա։ Այն ինչ կատարվում է Հայաստանը Ռուսաստանից պոկելու խաղն է, թե իշը Հայաստանի է։ Եկեք այդ արտահայտությունը Հայաստանը Ռուսաստանից պոկել, մենք հաճախ ենք այդպես ասում։ Դրա համար էլ մեր հայրենակիցների կողմից սխալ ենք հասկացվում։ Այստեղ պոկելու, չպոկելու խնդիր չկա։ Մենք ասում ենք հետևյալը, որ մենք փոքր պետություն լինելով, մեր պետության արտաքին քաղաքականությունը պետք է լինի ուժային տարբեր կենտրոնների հարաբերությունների համադրության վրա հիմնված քաղաքականություն։ Այսինքն գործել այնտեղ, որտեղ հնարավոր է համադրել այդ հարաբերությունները, համադրել այդ շահերը։ Կան արդյոք այդ շահերի համադրության կետեր, տեղեր, հնարավորություններ կան, լինում են, որովհետև իրար այդ կոնֆլիկտող կողմերը բոլոր առումներով չէ, որ կոնֆլիկտում են։
տարբեր տեղեր կան, որտեղ որ իրենք նաև կապ են հաստատում, համագործակցում են եւ այլն։ Մենք սրա վրա պետք է կենտրոնանանք։ Մենք ոչ մի ես անընդունելի եմ համարում հակախոսույթը։ Լինի հակառուսական, հակաեվրոպական, հակաամերիկյան, հակա։ Այսինքն միակ հական այն կողմը պետք է լինի, որը որ ակնհայտ սպառնալիք է ստեղծում մեր անվտանգությանը։ Միակ հական դա պետք է լինի մեզ մոտ։ Հա։ Եթե մեր պետությունը թույլ է տալի, այսինքն այս իշխանությունները, որոնք ներկայացնում են պետությունը, հա, մեզ տանում է գցում է այդ հակամարտությունների կիզակետը, սա է շատ վատ, սա է դրա համար էլ նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մյուսը, այդպես առիթ են ստանում այդպիսի հայտարարություններ անեն կամ Զելենսկին գա Երևանում եւ այդպիսի անընդունելի հայտարարություն անի ու նրան ոչ ոք չարձագանքի։ Միևնույն ժամանակ իհարկե այդ քաղաքականությունը Եվրոպական միության այսօրվա կառավարման կառույցների քաղաքականությունը երկակի ստանդարտների քաղաքականություն է։ Ակնհայտ է, չէ, որ իրենք գիտեն, նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը իրեն հաղորդած կլինեն երեկվա մեր ակցիայի մասին, կամ իրեն եւ եվրոպական տարբեր երկրների, մեր գործընկեր երկրների դեսպանությունները այստեղ օբյեկտիվ իրավիճակի մասին են, չէ, տեղեկացնում իրենց արտգործնախարարություններին, քաղբանտարկյալների մասին են տեղեկացնում, մեկ դերասանի թատրոնի մասին են տեղեկացնում։ Իրենք այն տեղեկատվությունը, ինչը որ օբյեկտիվ է կա, իրենք տեղյակ են, գիտեն։ Բայց պարզապես, քանի որ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, մի իշխանություն, որը թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն, մեր երկիրը օգտագործեն աշխարհաքաղաքական շահերի համար, դրա համար էլ նրանք օգտվում են։ Այսօր իրենք են օգտվում, վաղը ռուսները կօգտվեն, մյուս օրը չինացիները կօգտվեն։ Ամբողջ խնդիրը հենց սրա մեջ է, որ չպետք է թույլ տալ, որ օգտագործեն, որովհետև շատ հեշտ է փոքր պետությանը օգտագործելը, շատ հեշտ է։ Իսկ փոքր պետությունը պետք է իր քաղաքականությունը էգզիստենցիալ սպառնալիք ունեցող պետությունը պետք է իր արտաքին քաղաքականությունը կառուցի համադրությունների վրա, ոչ թե հակադրությունների։ Կա ուղղակի այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը սեփական կաշին փրկելու համար պատերազմից հետո մասնավորաբար ընտրեց մի ճանապարհ դեպի Թուրքիա, Ադրբեջան, մերձեցում, հա, որը լրջագույն վտանգավոր, խիստ վտանգավոր ճանապարհ է, Հայաստանը տանում է թուրքական այդ մեծ խաղի մեջ ենք մտնում, որովհետև իրենք անընդհատ պահանջներ այո, այո։ ավելացնելու են։ Մի օր էլ ասելու են, որ պետք է ձեր ուրեմն դասագրքերում ենթադրենք մեր հերոսների մասին ոչ մի բան չգրվի։ Մի օր էլ, չգիտեմ, ասելու են, որ Սասունցի Դավթի մասին մոռացեք, Գարեգին Նժդեհ եւ այլն, եւ այսպես։ Դե իրենք արդեն ասում են մեր ամբողջ հայրենիքն են Արևմտյան Ադրբեջան անվանում եւ մեր ամբողջ արժեքները մշակույթ, սա մի զարորելի վտանգ է, որի ես չգիտեմ ինչու են նաեւ մեր մտավորականները այս մասին քիչ խոսում, ինչու չեն ահազանգում, որտեղ այն կադրերը, ինչ օրեր առաջ մենք տեսանք, տեղ ունեցավ Նախիջևանում, հա, իրենց այդ ֆորումը ուղղակի զարուրել կարելի էր, ինչ ամեն հայկական ադրբեջանական են անվանում եւ պատրաստվում են այսպես կոչված վերադարձը իրականացնել։ Ես ուզում եմ հետեւյալին անդրադառնանք այս ֆոնին եւ փորձենք նաեւ եզրափակել մեր հարցազրույցը ինչ խոսելով խորհրդարանում կատարվածի հետ կապված, այսօր մենք տեսանք որ խորհրդարանը ԿՊ-ն, որտեղ ԿՊ-ն մենակ էր, հրաժեշտ էր տալիս Արեն Սիմոնյանին եւ փաստորեն խորհրդարանը ունենալու է նոր նախագահ եւ այդ նախագահի տեխնատությունն արդեն իր փակ գաղտնի նիստում իր համաձայնությունը տվել են ԿՊ-ականները, այդ անձը Ռուբեն Ռուբինյանն է։ Այս օրերին շատ է խոսում
պիտի ասեմ ոչ միայն այս օրերին, վաղուց է խոսվում այն մասին, որ Ռուբինյանը բավական կասկածելի կապերով մարդ է, կասկածելի կապեր ունի Թուրքիայի հետ, անգամ նրան համարում են ազդեցության գործակալ Թուրքիայի եւ բերվում են տարբեր փաստեր, այն որ նա սովորել է, իհարկե ասում եմ չեմ սովորել, բայց անգամ Վիկիպեդիան պարզ ասում է, որ նա ինքը այնտեղ հետազոտություններ է իրականացրել թուրքական բուհերից, ինչ որ կից բուհերից մեկում եւ այլն, եւ շատ սերտ կապեր ունի, հետեւաբար բացառված չէ, որ նա այսպես ազդեցության գործակալ է հիմա, հա, այս օրերին շատ հայտարարություններ են հնչում, թե ինչու հենց Ռուբինյանը փոխարինվեց, հա, Ալեն Սիմոնյանը գնաց, եկավ Ռուբեն Ռուբինյանը, հետաքրքիր դիտարկում էր արել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյան, ասել էր ոչ թե պետք է հաջողախոսող մեկը, հա, մոտավորապես այսպես իսկ գուցե բառացի չեմ ասում, այլ իրենց մարդն է պետք։ Հա, հիմա դուք եք այն կարծիքին, եւ այս օրերին դեպ ասեմ, էլի բազմաթիվ վերլուծաբաներ են կարծիքին են, որ Ռուբինյանի առաջարկը եղել է թուրքական պահանջ առաջարկ, որ նա պետք է լինի խորհրդարանի խոսնակը։ Ինչ կարծիք եք դուք, Չեմ կարող ասել հստակ, որ դա թուրքական պահանջ է եղել, գուցե եղել է, անհավանական ես չեմ համարում, որ պահանջ եղած լինի, ծիծաղս ուղղակի բան է, այդպես։ Չէ, բայց Ալիևի պահանջները լավ գիտենք, որ սա ոնց է կատարում, ինչի Իհարկե, թուրքական, ինչ բայց տարբերություն բայց այն որ երևում էլ է այդ ձեր նշած անձի հետագիծը անցած կա։ իր քաղաքական գործունեությունը նրա այս ընթացքում հաղորդակցությունը հանրային այդ հանդիպումները Սերդար Քլչի հետ, Սերդար Քլչի հետ ջերմ վերաբերմունքը նրա նկատմամբ, շնորհավորանքը, Այո, առաջի դերևս շնորհավորումը եղել է ընտրությունները չամփոփված վիճակում, այո, այո, ինչը նաև ես համարում եմ Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշման դրսևորում եւ այս պարագայում էլ արդեն Թուրքիայի կողմից ներքին գործերին միջամտության դրսևորում։ Ինձ համար ակնհայտ է իմ դատողությամբ, իմ գնահատողական դատողությամբ, որ այո, այդ մարդը քաղաքացիական պայմանագրի ներսի այն խմբի անդամներից է, որոնք որ լոբբիստն են, պրոթուրքականության լոբբիստներն են հանդիսանում, որոնք որ ասում են, որ գուցե բարերով այդպես չեն ասում, բայց նրանց լոբբինգը կուսակցության ներսում, իշխանության ներսում, այն է, որ Հայաստանը այո պետք է դառնա Թուրքիայի ենթադաշնակիցը, ոչ թե դաշնակիցը, այլ ենթադաշնակիցը։ Այս ուղղության հետևորդներն են եւ բնականաբար Թուրքիայի ազդեցությունը էապես մեծացել է Հայաստանում որոշումների կայացման գործընթացում եւ այո իրենք էլ բնականաբար պետք է փորձեն իրենց մարդկանց առաջ տանել իշխանական այդ տարբեր խողովակներում։ այո, եւ մի հայտարարություն էլ ինքն իր հերթին էր արել, թե անհասկանալի է, որ ասում են նշանակվելու է նախագահ, որ เป զի ակտիվ հայ-թուրքական հարաբերություններում բանագնացի, թե ինչ այդպիսի դերակատարում ունենա, ասում են ես դրանից արդեն հրաժարվում եմ, բայց սա պատասխան է, մարդիկ ասում են մենք քեզ կասկածում ենք թուրքական ագենտ լինելու մեջ, մենք չենք լսում իրենից կոնկրետ փաստեր, որով կգա հերքելու այդ հայտարարվող, հա, որպես ազդեցության գործակալ լինելու հանգամանքը հերքող որևէ փաստ չենք լսում։ Ես օրինակ որպես քաղաքացի լուրջ կասկած ունեմ, առավել եւս լուրջ է այդ կասկածը, պարոն Սողոմոնյան, որտեղ պատասխաններում չկա բացատրությունը, պատասխան չկա, խոսում է, փրփրում է, ջղայնացած խոսում է, վրդովված գորգորում է, հա, իր այդ տեսանյութերում, բայց պատասխան չկա, որով կփարատի բոլորիս կասկածը, որ ինքը օտար երկրի գործակալ է, օրինակ։ Հիմա ես կարող եմ կամ դուք կամ որևէ մեկս կարող ենք ասել, որ իրեն նշանակել են, որովհետև հիմա Հայաստանը մտնում է շատ վտանգավոր մի նոր փուլ, եւ պետք է որ ասենք Թուրքիայի, Ադրբեջանի այդ տանդեմի բոլոր
պահանջները օրենքների, որոշումների ձևով հանգիստ ընդունելի դարձնեն խորհրդարանի միջոցով եւ այնտեղ իրենց մարդն է պետք, այո։ Հիմա ես կարող եմ եւ դուք կարող եք ունենալ այդ կասկածը, պարզապես կասկածը։ Իհարկե կարող ենք, ունենք այդ իրավունքը կասկածելու բնականաբար եւ շատ հիմքեր ունենք կասկածելու համար եւ դա պատահականություն չէ, ազգային ժողովի նախագահի պաշտոնը, այդ բարձր ներկայացուցչական պաշտոնը Այո։ հենց այնպիսի պաշտոն չէ։ Դա նաև ինստիտուցիոնալ առումով էլ էլի կարևոր է, որ ինչ օրինագծեր կմտնեն, որ օրինագծերը կդրվեն խորհրդի քննարկմանը եւ այլն, այս առումով ազգային ժողովի նախագահը շատ լծակներ ունի եւ այդ առումով իրենց համար կարևոր է։ Ցավոք սրտի շատ տրագիկ վիճակում ենք գտնվում եւ կարող ենք նաեւ ցավոք սրտի չէի ուզենա այդպես լինել, բայց կանխատեսելի կարող է լինել նաև մի վիճակ, երբ որ, օրինակ, ասենք, դու պաշտպանության նախարարին նշանակեն Դրանից է։ թուրքերի պահանջով, արտաքին գործերի նախարարին նշանակեն, ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նշանակեն, կամաց-կամաց բանը հասնի դրան, որ անուղղակի կառավարումը փոխարինվի ուղղակի կառավարմամբ, դա էլ է հնարավոր։ Օկուպացիա է, հենց օկուպացիոն ռեժիմը հենց դրանում է, ինչքան ինքը խնդիրներ է ունենում երկրի ներսում եւ իշխանություն պահպանելու համար կարիք է ունենում արտաքին աջակցության, իսկ այդ արտաքին աջակցողը հենց Թուրքիան ու Ադրբեջանն են հանդիսանում իրեն աջակցողները։ Այնքան բնականաբար ինքը պետք է նրանց պահանջները կատարի եւ թող մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները այս առումով միամիտ չլինեն, որ իրենց հայտարարած այդ պրոեվրոպական ուղղությունը ոչ մի պրոեվրոպական ուղղություն էլ այստեղ չկա։ Որքան էլ կարող են մեզ մեր եվրոպացի գործընկեր երկրների ներկայացուցիչները այս իշխանություններին քաջալերեն, նրանք կարող են այո քաջալերեն դա, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտրի փոփոխություն է տեղի ունենում, իսկ այդ փոփոխությունը, վեկտրի փոփոխությունը դեպի Անկարա է եւ ոչ թե դեպի Բրյուսել, Փարիզ կամ այլ մայրաքաղաքներ։ Եվ Պարոն Սողոմոնյան, մեր հարցազրույցը կուզեմ ավարտել նաև հերթական ոչ հաճելի լուրով։ Իդեպ արտահերթ նիստեր իրար հետևից գումարեցին, օրենքներ ընդունեցին, մի օրենքով օրինակ թույլ չեն տալու, որ Հայաստանում վերջին, չգիտեմ, այդտեղ ժամանակը ինչքան էր, որոշակի ժամանակ չապրած մարդիկ չգան այստեղ քվեարկեն, այսինքն դրանով էլ Ռուսաստանից եկող մեր հայրենակիցներին են թույլ տալ, այնպես իրավիճակ է ստեղծում, որ ընտրությունների ժամանակ իրենք չկարողանան մասնակցել, այսինքն տարբեր այսպես լծակներ են օգտագործում, որպեսզի, ինչպես Փաշինյանն էր ասում, մինչև 2031 թվականը այդ բոլոր հարցերը պիտի լուծենք, որպեսզի մենք հանգիստ գնանք ընտրությունների, իսկ այդ եռագլուխները լինեն բանտերում։ Ամբողջությամբ այդ սցենարը ինքը այդ ասուլիսներից մեկում ասաց։ Եվ այդ փոփոխությունների շարքում են նաև պատգամավորների երդման տեքստը, ինչու սա արժանացավ իմ ուշադրությանը, որովհետև տեղեկացա, որ հանվել է այդ տեքստից հայրենիք եւ համազգային նպատակներ, այս երկու ձևակերպումը։ Այսինքն մենք ոչ հայրենիք պիտի ունենանք Հանձին Արցախի Արևմտյան Հայաստան, հա, եւ մենք չպիտի ունենանք համազգային երազանք եւ նպատակ։ Չգիտեմ, մեզ ինչ են սարքում սրանք, մանկուրտ են սարքում, հիշողությունը կորցրած, ես չգիտեմ ինչ, մենք դադարում ենք հայ լինել, հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը, այսպես գալիս է մեկը ու ասում է դուք այլևս չպիտի լինեք։ Ձեր պատմությունն էլ, ձեր ամեն ինչն էլ, ձեր մշակութային ժառանգությունն էլ հարևան քոչվորինն է, որը ընդամենը մեկ դարյա պատմություն ունի։ Դեպ այսօր անգամ հրաժարվում են անգամ խոսել Արցախի մշակութային արժեքների պաշտպանությունից այս մարդիկ։ Կրթության գիտության նախարարը փոթորկված ամբիոնի մոտ պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, թե մենք միայն Հայաստան Հանրապետության այդ տարածքի մշակութային արժեքներով ենք զբաղվում։ Այդպիսի պետություն կա, որը ունենա աշխարհի տարբեր տեղերում Որ ունենա մշակութային, ամարաս, հա, օրինակ, հա, որտեղ եւ 4-րդ քրիստոնեական դարի արժեք։ 4-րդ դարի սուրբ լինի ամփոփված։
այսպես ասենք, հա, Որ ունենա դադիվանք, այսինքն ուղղակի խենթանալու բան է սա, խենթանալու, ասում են մի խոսեք դրանց մասին, դա մեր պատմությունից, մեր մշակույթ, մեր Մեսրոպ Մաշտոցի առաջին բանն է եղել Ամարասը, որտեղ նա դպրանոցն է բացել։ Ասում են մոռացեք այդ ամեն ինչը, քրիստոնյա ժողովուրդես դադիվանքն է ապացույցը մեր քրիստոնեական հիմքի։ Հիմա ասում են դա էլ պիտի մոռանաք, Գանձասար, ինչի մասին է խոսքը։ Լավ, ես չգիտեմ, դուք միջազգայնագետ եք, կարող է ինձ օգնեք, այս պահը ես հասկանամ, կա աշխարհում մի իշխանություն, որը այդպես վարվի իր ժողովրդի հետ, կա։ Գիտեք, եթե չեզոք վերաբերվեինք այս ամեն ինչը շատ հետաքրքիր հետազոտության ուսումնասիրության նյութ կլիներ եւ կարելի էր ուսումնասիրել ապազգայնացման process-ը դասական այդպես Ես կասեի, ինչպես են ոչնչացնում ազգերին, ազգերին, ազգը, այո։ օրինակ, հա։ Որովհետև ինչպես որ նշեցիք, հայրենիքը հոգևոր կատեգորիա է։ Իսկ այն ինչ անում են իրենք, ուզում են հոգևորը հանել։ Մարդը ընդհանրապես միայն իրեն հետաքրքրի նյութականը, իրեն հետաքրքրի սնունդը, այսպես սրան են ուզում վերածեն մեզ, իսկ դա ում է պետք է այն ուժերին, որոնք որ մեր պետությունը բռնազավթելու ճանապարհին ավելի քիչ դիմադրության կհանդիպեն։ Իրենք դա են ուզում, բայց մենք էլ դե պետք է ամեն ինչ անենք, որ դա թույլ չտանք։ Մենք էլ պետք է այդ ամեն ինչին դիմադրենք, անկախ նրանից, թե դա մեր վրա ինչ գին կնստի։ Կունենանք կորուստներ, էլի, կունենանք կորուստներ, դե կունենանք կորուստներ։ Այնքան կորուստներ կունենանք, մինչև որ այդ կորուստներից կսթափվենք ազգովի։ Ես շնորհակալ եմ, որ դուք այդ Լավ ինքը կլինի։ ասեցիք Լավ որպես կլինի։ եզրափակում, որ իրենք ինչ էլ անեն, մենք պետք է շարունակենք պայքարը, չհոգնենք, երկրից, հայրենիքից չեն հոգնում, սեփական տնից Իհարկե, չեն հոգնում։ իհարկե։ Շնորհակալ եմ, պարոն Սողոմոնյան, ձեր հետաքրքիր խոսքի համար։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, տեսակապով ես զրուցում էի Մենուա Սողոմոնյանի հետ, միջազգայնագետ, Հայ ԱՔԲ միավորման անդամ։ Լավ եղեք, ցտեսություն։